Բուլղարիայի սահմանը Հայաստանի ամենամոտիկ Եվրոմիության սահմանն է։ Հիմա Ռոման Ռադևը ստեղծեց Progressive Bulgaria անով գուսակցություն եւ անմիջապես այդ գուսակցությունը բարձր թիրքեր գրավեց։ Ես հիմա գուզեմ խոսել քիչ գառուցվածքի մասին, շատ նման է, գիտեք, ինչ որ Հայաստանի մեջ կսպասի հունիսի 7-ին դրությունները ահագին նմանություններ կան։ Օրինակ, անգամ որոշ մարզերում Ռոսնեֆտը խոշորագույն Ռուսաստանի պետական կորպորացիան Ռոսնեֆտը չի կարող աշխատավարձներ տա եւ եղան լոկալ ցույցեր արդեն եւ Թիդավորյալ Ալիևը Զելենսկին Կաբալայում ընդունեց, այդպես ուղղակի մեսեջ կար։ Բայց ես ուզում եմ որ մենք վերադառնանք Ռուսաստան, այն գենտատեքստում, որ այս Ռուսաստանի ճգնաժամը որ կա, բայց ժամանակավորապես ոնց որ Ռուսաստանին օգնության է գալի Օրմուզի նեղուցը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ խթանող ֆակտոր է, հանգած բադահական չէ որ հայերը եւ թուրքերը այս վերջերս հանդիպեցան եւ պիտի առականա այս հարցը երկաթքի ձերու։ Դարաշրջանի մեջ լոգիստիկ բոլոր ճանապարհները բացվելու են։ Բարև ձեզ, The Point-ի եթերում Հայացք Երևանից վերլուծական հաղորդման հերթական թողարկումն է։ Հաղորդումը վարում են ինչպես միշտ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներ Հակոբ Նալբանդը եւ ես Ռուբեն Ասատրյանը։ Խնդրում եմ լայքեք, գրանցվեք եւ կոմենտներ գրեք, մեր համար շատ կարեւոր է։ Դե ինչ Հակոբ, սկսենք վերջին օրերի կարեւոր իրադարձությունից, ես կասեի Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունից եւ իր արդյունքներից։ Բուլղարիան, ինչի Բուլղարիա, որտեղ Բուլղարիան Հայաստանի նման սոցիալիստական ճամբարի, նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից է, մենք ունենք շատ նմանատիպ խնդիրներ եւ նաեւ պատմության ընթացքում բուլղար ժողովրդի հետ ունենք ընդհանուր եզրեր։ Եվ շատ կարեւոր է նայել Բուլղարիան թե ինչպես է զարգանում, նաեւ այն գենտատեքստում, որ Բուլղարիայի սահմանը Հայաստանի ամենամոտիկ Եվրոմիության սահմանն է։ Բուլղարիան ունի խորհրդարանական կառավարման մոդել, ինչպես Հայաստանն է, եւ վերջին 5 տարվա ընթացքում տեղի ունեցել 8-րդ խորհրդարանական ընտրությունները, 8-րդ եւ 10-րդ կառավարությունը իմիջիայլոց 5 տարվա։ Դա խոսում է դրա մասին, որ Բուլղարիայում հանգիստ չի քաղաքական դաշտը, եռում է, ինչ կասես, Սակով։ Շատ խոսելու բան գայոն ախբարի բարևձեզ։ Տեսեք, ինչպես որ ասիկ Ռուբեն ջան, 5 տարվա ընթացքում 8 ընտրություններ, 10 կառավարություն։ Իսկապես Բուլղարիան կլասիկ հետ սովետական երկիր էր, եւ որ Թեոդոր Ժիվկով վերջին սովետական կոմունիստ նախագահը դաբալվեց 1990-ին, արդեն Բուլղարիան турբուլենտ բաներու մեջ էր, շարժերու մեջ էր, չէր կարողանում կայունանալ եւ որ 2000-ի շրջաններում սկիզբն էր Բուլղարիան անդամ դարձավ Եվրոմիության, որոշակի բաներ փոխվեցան, բայց օլիգարխիզմը, գաշարագերությունը Բուլղարիայի մեջ միշտ կար։ Մենք հիմա կան կոնկրետ այս ընդրություններուն 2017-ին Բուլղարիայի մեջ նախագահ ընտրվեցավ Ռոմեն Ռադևը խոսին իր մասին, ինքը նախկին օտաչու է Բուլղարիայի լավագույն օտաչուներից եւ վերջին ընտրություններով ժամանակ ինքը նախագահն էր։ Մենք չմոռանանք որ դեկտեմբեր ամսում շատ մեծ ցույցեր տեղի ունեցան գործող վարչապետ Վոյկո Բորիսովի Գերբի ղեկավարների միջև Վոյկո Բորիսովը նախկին նախագահ կոմունիստ Թեոդոր Ժիվկովի Տիկնազորի ղեկավարը եղած է։ Գաշարագերության մեջ խեղդված, թաղված կառավարություն, օլիգարխները, ինչպես հետ սովետական բոլոր երկրներում այդ խնդրեմը կար, իրենք իշխեին մեդիայի վրա, բանկային համագարքի վրա, եւ ժողովուրդը արդեն այս մեկը չգրսավ մարսել ու բայթեցան։ Հիմա Ռոման Ռադևը ստեղծեց Progressive Bulgaria անով գուսակցություն եւ անմիջապես այդ գուսակցությունը բարձր թիրքեր գրավեց։ Ես հիմա գուզեմ խոսել քիչ գառուցվածքի մասին, շատ նման է, գիտեք, ինչ որ Հայաստանի մեջ կսպասի հունիսի 7-ին դրությունները ահագին նմանություններ կան։ Օրինակ Progressive Bulgaria 131 հոկյանոց խորհրդարանի մեջ մոտարապես 65 մանդատ ստացավ, այսինքն համատրական մեծամասնություն չունի։ Իսկ Գերբը, որ նախկին սոցիալիստական կոմունիստ կուսակցության շարունակությունն է, երկրորդ թիրքի է, շատ հետաքրքրական է, ես շատ կնմանցնեմ երրորդ թիրքի կուսակցության պատկերը մեր հարաբերություն կուսակցության հետ։ Եվրոպամետ ուժեր են, երիտասարդ տղաք են բոլորը, որոնց մեջ դարձան գներեք Վարնայի եւ Սոֆիայի քաղաքապետեր։ Շատ հնարավոր է առաջին ուժը եւ երրորդ ուժը կոալիցիա կազմեն եւ Բուլղարիան հանենաս турբուլենտ վիճակից օլիգարխներու
բանեն Սարտոստայնեն իշ 4-րդ դիրքի վրա շատ հետաքրքիր է գիտեք Բուլղարիայի մեջ թուրքերը շատ մեծ պատմություն ունին թուրքական գուսակցությունը իրավունք եւ արդարությունը միշտ բուլղարիական պատմության մեջ իր խոսք ուներ խորհրդարանի մեջ 20-21 դոգոսով Էրդողանի խոսքը ուներ այո միշտ բայց հիմա հետաքրքիր է թուրքերը հիաստապված են այդ գուսակցությունեն կբատնեմ ցեզ ինչի համար եւ միան 7.2 դոգոս կրծավ հավաքել իսկ 5-րդ տեղ արդեն ծայրահեղ աճ գուսակցությունն է Կոստադին անունով ինչ որ ղեկավարի տեսեք թուրքական գուսակցությունը իր պատմական հերբան ունի ղեկավար ունի Ահմեդ Յաշարը թաղված վրա 80-ական թվականներում չգծավ ինքնին նորոգել իսկ վերջին ղեկավարները որ ղեկավարեն այս թուրքական գուսակցությունը Ինտերպոլի գարմիր ցուցակներով որոնվող մարդիկ են նարկո տրաֆիկինգով սպառող բան եւ այդ անմիջապես աստեց ընդրազանգվածի վրա շատ թուրքեր իմիջիայլոց շատ հայեր Բուլղարիայի մեջ մենք գիտենք համայնք ունենք Պլովդիվի մեջ Սոֆիայի մեջ Վարնայի մեջ այդ բոլոր այս գապեցա հայերու հետ ունեմ ընկերներ բոլորը պրոգրեսիվ Բուլղարիային ցայն դված են տեսեք ինչպես որ նշեցիք Ռուբեն ջան ամենամոտ սահմանն է բուլղարական ցամաքը երբ որ Հայաստանը մենք կհատենք Թուրքիա առաջին Էդիրնան Ադրիանա Բոլիս մեր շատ նշանավոր Հակոբ Բարոնյանի ծննդավայրն իմիջայլոց այնտեղ կա Կապոկուլեն նշանավոր ելքը դեպի Եվրոմիություն հիմա Ռադևը խոսացավ որ այնտեղ միշտ գուտագումներ տեղի կունենան մեզ համար շատ ստրատեգիական է իսկ այդ գուտագումները թուրքական կողմը չէ բուլղարական կողմը պետք է ներդրումներ կատարվեին իրենք չէին արած հիմա արդեն խոստացել է որ ընդրված նախագահը շուտով այդ ներդրումները կանեն եւ շատ հանգիստ մուլքը իդ կարած գուտագումներու դեպի Եվրոմիություն մուտք կունենան վաղ որ թուրքական սահմանը բացի արդեն մենք կտեսնենք հայերը Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները գարսի մեջ կհանդիպին ամերիկյան հորտորով ես կգարձեմ շուտով այդ սարերու եդև չէ սահմանները կբացվեն եւ ազատ մուտքը ելքը դեպի Եվրոմիություն Բուլղարիայի Թարբասով մենք շատ հեշտությամբ կմտնենք այդ առումով շատ կարևոր է մեծ բուլղարական մոդելը եւ իմիջիայլոց շատերը ասին որ նոր Օրբան ծնունդ գծնի Եվրոպայի մեջ այդպեսի չէ Բուլղարիան միշտ նախագահ Ռադևը որ հիմա խորհրդարանի ընդրություններ ժամանակ դառնա վարչապետ ինքը չէր խանգարել ուղղակի գսեր որ մենք ֆինանսներ չենք կնալ հատկացնել գիտեք ինչի կնմանի Չեխիայի մեջ էլ վերջերս ընդրությունները տեղի ունեցան Ալեքսանդր Բաբիչը դարձավ նախագահ նույնը գսային որ դարձյալ ինչ որ Օրբանը ստեղծվեցավ նույն ճանապարհով Չեխիան ալ կնաց եւ այդպես չէ չխանգ Եվրո պարլամենտի մեջ Եվրոպական շուկայի մեջ երբեք չխանգարեցին ուկրաինական բادرազմի ֆինանսավորումը ուղղակի իրենք չէին խուսափեին որովհետեւ իրենք մեկնած իրենց ցաներ դրություն են Բուլղարիան հատկապես տնտեսական ֆինանսավորում չեն անել բայց երբեք բանացևերը չէր խանգարել Բուլղարիան այդպես որ հանգիստ մնանք մենք վտանգ չկա նոր Օրբանի Եվրոպայի մեջ ամեն դեպքում Եվրոմիությունում կար մտավախություն Ռաման Ռադևի հետ կապված որտեղ ինքը հայտնի էր պրոռուսական հայացքներով եւ հակաուկրաինական հայացքներով եւ նրանք մտավախություն ունեին որ կարող է հա թույլ Օրբանի տեսակը տեղի ունենա գա իշխանությանը նաեւ Բուլղարիան շատ կարեւոր էր Ուկրաինայի համար որտեղ Բուլղարիան դեռ կոմունիստական ժամանակներից ինքը հայտնի էր որպես խոշոր ռազմաարդյունաբերություն ունեցող պետություն եւ ներկայումս ինքը խոշոր քանակի զենքեր մատակարարում Ուկրաինային եւ շատ կարեւոր է ներկայապահին Ռաման Ռադևի դիրքորոշումը թե ինչպես կլինի բայց կարծում եմ Բուլղարիան այն կարգավիճակում չի որ արճակատման պետք է գնա Եվրոմիության հետ այո կարող են մանր բարդույթներ լինել բայց կարծում եմ Եվրոմիությունը կարողանա հարթի իր հարաբերությունը եւ կառուցի այնպիսի հարաբերություններ որ չառանձնանա Բուլղարիան ընդհանուր Եվրոմիության քաղաքականությունից Հայաստանի հետ կապված մենք չպետք է դա անտեսենք այդ Բուլղարիայի նոր կառավարության հետ հարաբերությունների դրական հաստատումը որտեղ նույն Ադրբեջանը գազ է մատակարարում այո Բուլղարիա ինքը այսինքն կարևորագույն գործընկեր է Բուլղարիայի համար եւ մենք պետք է այնպիսի մոտեցումներ դրսևորենք Հայաստանի կառավարությունը, որ մենք հետ չմնանք, հա, այդ մրցակցության Ադրբեջանի հետ Բուլղարիայի նոր հարաբերություններ հաստատենք, ավելի գործնական եւ նաեւ ես նշեցի Բուլղարիայի ցամաքային սահմանը առաջի սահման է Հայաստանի դեպի Եվրոպա Հայաստանի հետ կապված։ Եվ ինչ կարող ենք երկրորդ ասել Հակոբ, ես ուզում եմ երկրորդ իրադարձությունը, որ մենք խոսենք
դա աննախադեպ երևույթ էր, որ տեղի ունեցավ, դա Ռուսաստանում բարձրաստիճան ղեկավարությունը, անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեցին, որ տնտեսական վիճակը Ռուսաստանի ներկայում այնքան էլ բարվոք չէ։ Այնքան բարվոք չէ, այդ անկում է ապրում Ռուսաստանի տնտեսությունը եւ իրենք արձանագրեցին, որ այն սպասելիքները, որ կար այդ սղաչի հետ կապված եւ տնտեսության վիճակի հետ կապված ավելի ցածր ցուցանիշներ են իրանք ստացել եւ դա մտահոգել է եւ դրա մասին խոսացին կառավարության անդամները եւ նա խոսեցին նաեւ մասնագետների մակարդակով։ Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Ռուսաստանում մի քանի բաղադրիչներ կա, որ բերել է այդ արդյունքների։ Առաջինը նա է, որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է։ Երկար տարիներ ասում էին, այո, 14 թվականից սկսած Ղրիմի բռնազավթումից հետո Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, բայց այդ էֆեկտը ոնց որ չէր երևում։ Ներկայությամբ արդեն 26 թիվն է, մոտ 12 տարի է անցել եւ ուժ գնացավ պատժամիջոցները Թրամփի ադմինիստրացիայի օրոք եւ պատժամիջոցները սկսեցին աշխատել, բայց այստեղ միայն պատժամիջոցները չի, այստեղ նաեւ Ռուսաստանի պետության վարած քաղաքականությունն է, առաջի հերթին դա սոցցանցերի, որ իրանք վերջնականապես փակեցին եւ նաեւ որոշ իրանք օրենքներ հանեցին, որ կարող են բջջային ցանցը ընդհանրապես անջատել ըստ պահանջի եւ դա բերեց նրան, որ բարձր տեխնոլոգիական ընկերությունները սկսեցին կրել հսկայական վնասներ եւ դա ունեցավ իր հետևանքները։ Տեսեք, պարզ մի բան, այսինքն մարդիկ ունեն բանկային քարտեր եւ իրանք վճարում էին տերմինալներով եւ այլ ծառայություններով։ Ինտերնետը չկա, բանկային քարտերը չեն աշխատում։ Այսինքն ինչ պետք է անի մարդիկ գնում են բանկեր կանխիկ գումարի հետևից։ Իսկ այդ նման հոսքը մարդիկ պատրաստ չէին այդ գործողություններին եւ ինտերնետի անջատումից հետո մարդիկ մեծ հոսքով գնացին բանկեր եւ բանկերն էլ չունեին այդքան կանխիկ միջոցներ, դա շատ ուժեղ հարված էր բանկային համակարգին։ Այդ ձևի շղթայական էֆեկտ ունեցավ եւ Ռուսաստանի տնտեսությունը սկսեց ավելի խորը անկում ապրել։ Նաեւ անգամ եկամուտները սկսեցին պակասել։ Գիտենք, որ Ռուսաստանի տնտեսության հիմնական եկամուտի բաղադրիչը դա էներգակիրներն են։ Վերջին օրերին մենք տեսանք Ուկրաինան ինչ ցավոտ հարվածներ է հասցնում նավթամշակման եւ նավթալցման տերմինալներին։ Տուապսեում ոչ միայն տնտեսական աղետ էր արդեն, այլ նաեւ էկոլոգիական աղետ էր տեղի ունենում։ Այսօր նաեւ տեղի ունեցավ Պերմում խոշոր պայթյուններ, նույնպես նավթամշակման գործարանում, որը նույնպես ցավոտ վնաս է Ռուսաստանի համար, դա այսինքն դա ինչ է նշանակում, դա նշանակում է պակաս եկամուտներ։ Ռուսաստանը մնացել է առանց եկամուտների, ամբողջությամբ տնտեսությունը ուտում է սղաճը, փակշուկաները, ցածր պահանջարկը, դրա ամեն ինչը բերում է, որ Ռուսաստանի տնտեսությունը նստում է, անգամ որոշ մարզերում Ռոսնեֆտը խոշորագույն Ռուսաստանի պետական կորպորացիան Ռոսնեֆտը չի կարող աշխատավարձներ տա եւ եղան լոկալ ցույցեր արդեն, որ աշխատավարձները չեն վճարում։ Դա խոսում է նրա մասին, որ այո, լուրջ ինքը խնդիրներ ունի։ Մասնագետները կանխատեսում են, որ շատ հնարավոր է, որ եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք տեսնենք նույն 98 թվի Ռուսաստանի կոլապսը, դեֆոլտը, որ տեղի ունեցավ, այսինքն դեֆոլտը ինչ էր, բանկրոտ հռչակեց պետությունը, այսինքն չուներ ինքը գումարներ վճարելու իր ստանձնած պարտականությունների դիմաց։ Եվ շատ հնարավոր է, այո, տեղի ունենա դեֆոլտը եւ այստեղ Հայաստանը պետք է վերլուծություններ անի, հետևություններ անի, հատկապես մեր տնտեսվարող սուբյեկտները, որոնք աշխատում են Ռուսաստանում եւ բիզնեսը հիմնականում Ռուսաստանի հետ է կապված, իրենք պետք է հետևություններ անեն, որ այո, պետք է զգուշանան, որ այնտեղ կարող է տեղի ունենալ մի իրավիճակ, որ իրանք էլ շատ մեծ խորը վնասներ կրեն եւ Հայաստանն է, կառավարությունն էլ պետք է այնպես անի, որ մենք չմնանք Ռուսաստանի տնտեսության փլատակների տակ։ Դիվերսիֆիկացիան բան պետք է։ Ես երկու բան կուզեմ Ռուսաստանի հարցով խոսել։ Մենք չմնանք երեք դեղի ունեցավ Պուտին-Թրամփ հերախոսակապը 1.5 ժամ։ Մեկ նախատեսություն կուզեմ ես մեջբերում անել, որ Պուտինը առաջարկած է Թրամփին, որ ինքը հնարավոր է որ լուծի Իրանի ուրանի հարցը, իսկ Թրամփը ասաց է, որ մենք չենք ուզում ձեր միջամտություն, դուք գնացեք Ուկրաինայի հարցը լուծեք, այս առաջին, ասիկն շատ վերավորական ձևով, իսկ ես որտեղ կուզեմ
ուշադրության հրավիրել Զելենսկի Ալիև հանդիպումը սիմվոլիկ դեղ ունեցավ այդ հանդիպումը Կաբալա քաղաքում մենք չմոռանանք Կաբալան Ռուսաստանի համար ժամանակին ամենամեծ ռադարն էր Ադրբեջանի մեջ եւ հիմա արդեն այնտեղ չեն ռուսները եւ Թիդավորյալ Ալիևը Զելենսկին Կաբալայում ընդունեց այդպես ուղղակի մեսեջ կար այո նաեւ այսօր եղավ տեղեկատվություն որ Զելենսկին նույնպես կարող է ժամանել Հայաստան Եվրամիության այդ ընտանիքի գագաթնաժողովի շրջանակներում դա շատ կարևոր է Հայաստանի համար որովհետև Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է որ ինքը դուրս է գալի միջազգային շուկա զենքի շուկա եւ իրենք զենք են վաճառելու իսկ մենք գիտենք որ ներկա պահին ուկրաինական անօթաչու սարքերը շատ ուժեղ պահանջարկ ունեն աշխարհով մեկն են մերձավոր արևելքում բազմա միլիարդանոց պայմանագրեր կնքեցին արաբական աշխարհի հետ եւ այստեղ Ադրբեջանը նույնպես առաջ է ընկնում եւ փորձում է համագործակցություններ կառուցել Ուկրաինայի հետ իրենք հայտարարեցին որ համատեղ գործարաններ են իրենք կառուցելու եւ մենք այստեղ չպետք է ընկնենք այն նույն Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների օրինակը չպետք է լինի Մենք էլ պետք է հասկանանք, որ Հայաստանի շահերից է նաև բխում, որ մենք նույնպես Ուկրաինայի հետ ունենանք արդյունավետ հարաբերություններ եւ հետ չնայենք թե ինչպես կմտածեն թանենք Ռուսաստանը դրա մասին նախկինում մենք Իսրայելի հետ հարաբերությունները չէին կառուցում որտեղ մտածում ենք թե ինչ կասի իսլամական Իրանի հանրապետությունը եւ ծորերի մեծ բաշար է Ուկրաինան դիվերսիֆիկացիայի մեծ աղբյուր է Ուկրաինան խոշորագույն եվրոպական երկիր է այո ես կարծում եմ Մենք մյուս հաղորդմանը կանդրադառնանք Զելենսկու այցին Հայաստան, կհասկանանք ինչ է տեղի ունեցել եւ ինչ ակնկալիքներ մենք պետք է ունենանք, բայց ես ուզում եմ որ մենք վերադառնանք Ռուսաստան, այն գենտատեքստում, որ այս Ռուսաստանի ճգնաժամը որ կա, բայց ժամանակավորապես ոնց որ Ռուսաստանին օգնության է գալի Օրմուզի նեղուցը Շատ խոսելու բան կա։ Այո, իսկ ինչ է տեղի ունենում Իրան եւ Միացյալ Նահանգներ հարաբերություններում, ոչ մի բան կարելի ասել, բանակցային սեղանի շուրջ, ոնց որ բանակցությունները չի ստացվում, ոչ Իրանի կողմն է կարողանում նորմալ դիրքորոշում իր ձևակերպել, ոչ Միացյալ Նահանգներն են կարողանում իրենք ստիպել, որպեսզի Իրանը ընդունի իրենց պայմանները։ Նաև Ղալիբաֆը, պարլամենտի ղեկավարը Իրանի, հեռացվեց բանակցային խմբից, որովհետև ինքը բավականին մոտիկ հարաբերություն ուներ Պակիստանի ֆելդմարշալ Մունիրի հետ, իսկ Մունիրն էլ շատ լավ հարաբերություն ուներ Վենսի հետ, այո, եւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտավ, որ Ղալիբաֆը կարող է կողքից խաղեր ունենալ Միացյալ Նահանգների հետ եւ իրենք հեռացվեցին եւ վերջի անգամ որ Իսլամաբադ գնաց իրանական պատվիրակությունը մենակ առաջին էր գնացել Ղալիբաֆը չկար այնտեղ։ Ես խոսք ունեմ Իրանի հարցով, դες գիշեք անցյալ հաղորդման ժամանակ խոսած էինք որ Ամերիկան բացահայտորեն 14 օր չէր որոշած եւ Իրանյան արդեն նավթի բոլոր բաշարները լցվելու վրա էին, արդեն մի քանի օր ընդհանրապես Իրանը դեղ պիտի չունենա իր նավթը ամփարելու, բահելու, կարող է նավթամուղերը բայթին սկսած են արդեն նավթահորերը այրել, գիտեք տեխնոլոգիա է, եթե դու նավթը չարդատրես, պիտի այրես, չես կարող նավթը փակես, հենց նավթահորը փակեցիր, նավթը ուրիշ տեղ գերտա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ճիշտ քաղաքականություն վարեց, եւ որ Հորմուզի շրանցքը Պակիստանից մինչեւ Ուման շրջափակման դա գարավ։ Շատ մեծ էֆեկտ կծկե։ Մենք խոսանք, գիտեք, օրական 500 միլիոնի չափ վնաս ունի Իրանը, արդեն աշխատավարձերը չեն կարողանում վճարել ոչ ոստիկանության, ոչ Իսլամի պաշտպանության կորպուսներուն։ Ես կգարտեմ Իրանի մեջ ժողովուրդը այս անգամ Դնդեսական ես մեծ ֆոնի վրա պիտի ըմփոստանա դեսեք ամերիկան այդքան ռումպագոդես բայց այդքան էֆեկտիվ չեղավ ինչքան այս շրջափակումը իսկապես Իրանի մեջ մեծ ճգնաժամը եւ ժողովուրդը ամեն վարյան հնարավոր էր բայթի ամերիկան շատ ճիշտ քաղաքականություն գվարե շրջափակելով Իրանյան նեղուցները ոչ երկ ոչ մուտք շատ ճիշտ էր ամերիկական Շատ ճիշտ եք նկատում Հակոբ, որտեվ բարձր մակարդակում Իրանի ներսում արդեն խոսեցվեց նրա մասին, որ հնարավոր է նոր բողոքի ալիք կարող է բարձրանա, որտեվ մի քանի այնտեղ հանգամանքներ կա, առաջինը որ Իրանի փողոցները ներկա պահին վերահսկվում է վարձկանների կողմից
այնտեղ այդ ժամանակին բասիջ ռազմական խմբավորումներ կարգ ու կանոնը հաստատում, հիմա Իրաքից եւ Աֆղանստանից պրոիրանական պրոքսի խմբավորումներն են եկել Թեհրան եւ մնացած խոշոր քաղաքներում իրենք են վերահսկում, դա բողոքի ալիք է ժողովրդի մեջ բարձրացնում, որ ինչ են օտարերկրացի վարձկանները իրենց փողոցներում լինում, նաեւ Ռուբիոն հայտնեց, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, որ ցավոք Իրանում կոշտ դիրքորոշում ունեցողները ունեն բացարձակ իշխանություն, այսինքն այն լիբերալ ղեկավարությամբ Ինչպես Ահմեդ Վահիդի ղեկավարությամբ այո եւ նաեւ խոսեց նրա մասին որ նույն Ղալիբաֆին կարող է փոխել Սաիդ Ջալիլին իսկ Սաիդ Ջալիլին այն պարտված տեխնացուն էր Փեզեշքյանի նախագահական ընտրությունների ժամանակ ինքը շատ կոշտ դիրքորոշման ռադիկալ կոշտ դիրքորոշման եւ ուղու կողմնակից է եւ իրենք այսինքն վերցնում են ամբողջական իշխանությունը Իրանում եւ այդ հեղափոխ ռեֆորմիստական թևը, որ կար Փեզեշքյանի գլխավորությամբ անցնում է երկրորդ պլան ընդհանրապես ոնց որ չի երևում ինքը էլի Ես ուզեմ այստեղ երկու կարևոր բան ցել Իրանի եւ երևի Իրանի հարց փակենք դեսեք Իրանի պրոքսի ուժեր Իրանի աստիճան իր պրոքսի ուժերու վրա շատ նվազել է առաջին ցուցանիշը այդ էր որ Իրաքի մեջ 5 ամիս առաջ ընդդրություններ տեղի ունեցան գիտեք Իրաքի ըստ սահմանադրության պետք է նախ վերջաբերը դառնա շիա վարչապետները միշտ գաբոնացեն Իրանի հետ Իրանը շատ կուզեր նախկին վարչապետ Նուրի Մալիկին նշանակել վարչապետ Կամ թեգուզ անցած վերջին վարչապետ Սուդանին, բայց չգարացան Ամերիկայի միջամուտումով արդեն նոր վարչապետ ունի Իրաքը Զեյդ անունով ասկանունով եւ լրիվ ամերիկան աստեղ իրանյան միջամուտումը չեզոքացուց եւ Ամերիկայի նախընտրած տեխնազուն արդեն դարձավ Իրաքի վարչապետ այս առաջին եւ երկրորդը մենք չմոնանք Իսրայել Լիբանան բանակցություններու ժամանակ արդեն հիմա Հոզբուլլահի տերկերը շատ թույլատրել են արդեն շուտով մենք պիտի տեսնենք ուղիղ բանակցություններ Իսրայելի եւ Ամերիկա եւ Լիբանանի մեջ Վաշինգտոնում ամերիկյան արտաքին գործերու եւ ուղղակի նախագահ Թրամփի հովանավորությամբ այս կնշանակի որ Իրանի աստիճան իր պրոքսի ուժերու վրա գնալով նվազում է Այո, նաեւ Իրանի թեման ամփոփելով ես նշեմ որ տեղի ունեցավ նաեւ Իրանի արտգործնախարար Արաղչի այցը Ռուսաստան հանդիպեց Պուտինի հետ, բայց ոչ մի հայտարարություններ մենք չլսեցինք, այսինքն թե ինչ են իրենք պայմանավորվել, արդյոք ինչ որ բան պայմանավորվել են թե ոչ, մենք չգիտենք, բայց նա որտեղ ինքը պատճառներ ունի, Ռուսաստանի Դաշնությունը չի վերահսկում իրադարձությունները այն ինչ որ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, ինքը դիտորդի կարգավիճակում է, բայց ինքը մի բան կարող է անել, ինքը կարող է զենք մատակարարել Իրանին եւ որպեսզի այդ Իրանի պաշտպանողականությունը դիմադրողականությունը երկարացնի եւ այս ճգնաժամը միանշանակ Ռուսաստանին ձեռնտու է նավթի գները աճում են չնայած նավթի արտահանումը ինքը չի կարող անի բայց ամեն դեպքում բարձր գները դա օգուտ է Ռուսաստանի համար եւ նաեւ ինքը կփորձի այդ Միացյալ Նահանգների ուշադրությունը շեղել Ուկրաինայից եւ Ուկրաինայում ինքը փորձի իր գործերը առաջ տանել։ Ես գարաչարգեմ մի քիչ Իսրայելի մասին խոսենք, շատ հետաքրքիր process-ներ կդարվին Իսրայելի մեջ։ Գիտենք Իսրայելի մեջ նույնիսկ անգայուն վիճակ է կառավարության առումով, Նեթանյահուի կառավարությունը արդեն քանի-որ անգամ ընդրությունները եղան, գայուն կառավարություն չի կարողանում Նեթանյահուն մեծ կազմել։ Վերջերս գիրակի օր դեղի ունեցավ մեծ սենսացիոն միություն Իսրայելի մեջ Նավտալի Բենետ եւ Յայիր Լապիդ երկու նախկին վարչապետներ որոշեցին միանալ միասնություն անվանդակ together եւ Թաշինք կազմեցին իսկ Նավտալի Բենետի Վարգանիշը համարյա Նեթանյահուի չափ է եւ Նեթանյահուից մի քիչ էլ ավել իսկ Յայիր Լապիդը որ ցախագոմյան ուժը կներկայացնե բավականի մեծ վարգանիշ ունի որոշեցին որ Յայիր Նավտալի Բենետի ղեկավարությամբ իբր վարչապետի տեխնազու իրենք սեպտեմբեր ամսի 26-ին կամ 27-ին ընդրություններ են եւ սպասվում է Նեթանյահուին դաբալեն ինչու գսեն որովհետեւ այսպիսի կառավարություն շատ ավելի ցերնդու է Հայաստանի Հանրապետության համար բանակցություններու Եվ Հայաստանի համար շատ կարևոր է Իսրայելի հետ մենք պետք է սարած հարաբերությունները անմիջապես վերականգնենք իսկ Նեթանյահուի կառավարության գազի մեջ կան այդպիսի ռադիկալ ուժեր ինչպիսին են ՇԱՍ-ը
Սմոտրիչ կամ Բենազար սրանք իսկապես խանգարող ֆակտորներ են մենք չմոռանանք Երուսաղեմի 5 քաղաքի միջուկի քառորդը հայկական պատկանելիությունը իսկ ամեն մեկ քարի համար Երուսաղեմ քաղաքի պատմության հետ պատմական շրջանի ինչ գրիվներ գերտան իսկ այերը այդտեղ սխալ կարգանություն վարեցին մեր բادرիակարանը եւ մենք իրենք գովերու բարտեզի պատմությունը բան Սպասվի Իսրայելի մեջ իսկապես Նեթանյահուն իր վերջին հոգեվարքերը գաբրի մոտ օրերս դատավարություն կար Նեթանյահուի եւ պատճառաբանելով ապահովական հարցեր նույնիսկ դատավարություն հետաձգվեցավ Այդպիսի ինքը իր գնոջ Սարայի կամ իր դողուն մասին ահագին դատական process-ներ դեղի կունենան մեզ համար շատ կարևոր է Իսրայելը եւ քայլ առ պետք է հայ-իսրայելյան հարաբերությունները ասարեցված այդ սահմային վիճակից դուրս գան եւ մենք իսկապես մեծ դաշնակիցի հետ գործ կունենանք Իսրայելի հետ Միանշանակ անկախ նրանից թե Իսրայելի ղեկին ով է լինելու Հայաստանի կառավարությունը պետք է ուղիներ գտնի որպեսզի նոր հարաբերություններ կառուցի Իսրայելի հետ որտեղ Իսրայելը այս մերձավոր արևելքի իրադարձություններից ֆոնին դառնում է դոմինանտ երկիր ինքը իր պայմանները թելադրող երկիր է դառնում եւ անտեսել նման ֆակտորը դա շատ վտանգավոր է Հայաստանի համար այո անհեռանկար է նաեւ ես կուզենայի մի շատ հետաքրքիր իրադարձության շատ կարճ անդրադառնանք բայց դա հələ վերջնական իր տեսքը չի ստացել դա Արաբական Միացյալ Էմիրությունը հայտարարել է որ OPEC-ից դուրս է գալի OPEC-ը դա խոշորագույն կարտելներ այսպես ասած նավթա արտահանող երկրների եւ ինքը երրորդն էր իր ծավալով Էմիրությունները եւ իրենք հայտարարում են որ դուրս են գալի այսինքն OPEC-ի դերը կտրուկ նվազում է միջազգային ասպարեզում եւ ստեղ ավելանում է շեշտակի ավելանում է Միացյալ Նահանգների դերը որտեղ նույն Միացյալ Նահանգները չէին հանդիսանում OPEC-ի երկիր Իսրայելը այնտեղ չմոռանանք եւ իրենք լինելով խոշոր արտահանող նավթի իրենց կողմ են քաշում Միացյալ Արաբական Էմիրությանը եւ իրենք համատեղ են իրան գործելու ես կարծում եմ Էմիրությունները Միացյալ Նահանգների պահանջով եւ թելադրանքով են այդ քալի գնացել եւ նաեւ իրենք հայտարարեցին որ իրենք շատ հնարավոր է դուրս գան Արաբական լիգա ազգերի միությունից որտեղ իրենք հասցին որ մենք դες պատերազմում ենք Իրանի հետ մենք ամենաառաջի հարվածներն ենք ստանում բայց այդ արաբական երկրները առանձնապես ոչ մի բանով իրենց չդրսևորեցին անգամ եւ իրանք ոնց որ նեղացած է կարգավիճակով այդ քալի են գնում բայց դա վերջնական տեսք չի ստացել մենք տեսնենք հետագա մնացած օրերին ինչպիսի ձևավորում կլինի բայց դա շատ տեկտոնիկ տեղաշարժեր են եւ նաեւ իրենք հայտարարեցին որ Իսրայելի հետ գնում են ավելի մոտիկ հարաբերությունների իրենք արդեն Աբրահամյան համացանցություններու շրջանակում են ես ասեմ ավելի Հակոբ այնտեղ տեղադրվել է երկաթե գմբեթ զենիթահրթիռային համակարգը Իսրայելի, որը աննախադեպ երևույթ է, որ Իսրայելի զինտեխնիկան հայտնվել է արաբական ինչ-որ մի երկրում, որպեսզի օգնի այդ արաբական երկրում։ Հիմա շատ հետաքրքիր անսպասելի կուզեմ վերջին բան ասել, շատ հետաքրքիր բաներ դե ունենան երկաթգծերու առումով, պատմական Հիջազի երկաթգիծը ակտիվանալու է Սաուդի Արաբիա, Հորդանան, Սիրիա, Եվրոպա։ Այդ երկաթգիծը վաղ է որ Հայաստան, Թուրքիա սահմանը բացի երկաթգիծը մեզ համար շատ մեծ հնարավորություն տալու է արդեն Սաուդի-արաբիական, քուեթյան, կատարյան ֆոները բացված են մոտ 8.9 միլիարդ դոլարանոց ծրագիր է գերմանական ընկերություններ այդտեղ ներդրումներ կատարելու են Հորմուզի ջրանցքը շրջանցելու Հավիդյանից ճանապարհ է արդեն երկաթգիծը բոլոր այդ արաբական աշխարհի ուժանյութը կամ բիդիկան թեպի սիրիական նավահանգիստներ իսկ այդտեղ հետաքրքիր է Իսրայելի դիրքորոշումը Իսրայելը միշտ կպատկերացնեն որ Հայֆան դառնալու է այդ հանգույցը հիմա մրցակցություն կա Հիմա միգուցե Հայֆայար երկաթգիծը միանա այդ առումով ես կպատկերացնեմ որ եթե մենք քիչ մը վերլուծենք դրամապանական բան OPEC-ից դուրս գալու արաբական միացյալ էմիրություններով որ Իսրայելի ամենամոտ երկիրն է արաբական աշխարհի մեջ ինչ որ գաբ ունի նոր գառուցելիք ճանապարհներու հետ դեպի Հայֆա մեկից կերտա մեկից պիտի գնա դեպի ասում են Լիբանանով Տրիպոլի միսը գիտիկա Սիրիա իսկ միսը Թուրքիայով գնալու է Եվրոպա Եվրոպան համար շատ ծերնդի այս մեկը որովհետև Եվրոպան ասպիսի վտանգավոր դրություններու մեջ քանի անգամ հայտնած այսօր Եվրոմիջությունը հայտարարեց որ իսկապես երևում է էներգետիկ ճգնաժամ Եվրոպայի մեջ այս մեկը արդեն շատ հերանագարային է որ մեզ շատ մեծ ձևով Հայաստանն ալ գողտվի երկաթգիծերու առումով
բոլոր աս մեկը մենք կգվատկերացնենք, որ Ռուբեն Ամերիկայի Միացյալ Նահանգները աստեղ խթանող ֆակտոր է, հանգած բադահական չէ, որ հայերը եւ թուրքերը աս վերջերս հանդիպեցան եւ պիտի առականա այս հարցը երկաթքի ձերու տարածաշրջանից լոգիստիկ բոլոր ճարավանները բացվելու են առանցքային դեր են ունենալու տարածաշրջանում եւ այդ թրիփի իրագործումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար եւ դու ճիշտ նշեցիր, որ տեղի ունեցավ հայ-թուրքական համատեխնիստը Ղարսում Գյումրի ճանապարհի հետ կապված եւ նաեւ ողջունեց Միացյալ Նահանգների կառավարությունը, ես կարծում եմ, որ օր առաջ պիտի Հայաստանը ջանքեր ներդնի, որպեսզի այդ ծրագրերը ի հայտ գան եւ նաեւ պետք է Ռուսաստանի Դաշնությանը խանգարող երևույթը որ կա, Ռուսաստանի հետ մենք պետք է հարցերս արագորեն լուծենք, անկախ նրանից թե ինչպիսի բարդություններ մենք կարող ենք ունենալ, որտեղ երրորդ երկրի ցանկացախվի այլևս կոնսենսուս կառավարումը պետք է լուծվի, ես կարծում եմ, դա շատ կենսական ռիսկեր է պարունակում, բայց ավելի մեծ ռիսկեր է պարունակում, եթե այդ հարցը այցելի մնա, Հայաստանը տարածաշրջանից պարզապես դուրս կմնա։ Սարեցվի։ Այսքանը Հակոբ երևի հավարտենք այսօրվա մեր հաղորդումը, բավականին իրադարձություններ կար, մենք հետևում ենք մոտակա օրերում տեղի ունենալու Երևանում կարևորագույն եվրոպական միջոցառում, Հայաստան այն ժամանում Եվրոմիության բոլոր ղեկավարները, դա աննախադեպ երևույթ է Հայաստանի համար, հետևենք իրադարձություններին, կտեսնենք ինչպիսի օգուտներ կբերի Հայաստանին եւ ինչպիսի եզրակացության եւ պայմանագրեր կկնքեն Հայաստանի հետ Եվրոմիության անդամ երկրների ղեկավարները։ Նաեւ ես ուզում եմ մատնանշել, որ տեղի ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցելությունը, առաջին այցելությունը Հայաստան, պաշտոնական այցելությունը Հայաստան։ Այսքանը շնորհակալություն, որ դուք եթերում եք, խնդրում եմ գրանցվեք, լայքեք, կոմենտներ գրեք, մեր համար դա կարևոր է։ Հաջողություն։